Շնորհակալ եմ։ Լսվում է իմ ձայնը։ Իսկ ձեր ծափերը ողջունները ես լսում եմ հաճույքով եւ շնորհակալությամբ։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ իմ այսօրվա ելույթը սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 25 Ամմեղ մարդու աղոթքը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Դա տարա ինձ Տեր, քանզի ամբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար։ Փորձիր ինձ Տեր եւ քննիր ինձ, փորձիր երիկամներս եւ սիրտս։ Ողորմությունդ Տեր աչքիս առջև է, եւ ճշմարտությունդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի, եւ անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի, եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ, եւ սեղանից շուրջը կնստեմ Տեր։ Թող լսեմ քո օրհնության ձայնը, եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ Տեր, սիրեցի քո բնակության վայրը։ Տեր, սիրեցի քո տան վայելչությունը եւ քո փառքի բնակության վայրը։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրենության մեջ են, ես աչը նրանց լի է կաշառքով։ Ես անվասիր ընթացա, փրկիր ինձ Տեր եւ ողորմիր ինձ։ Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա պիտի լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։ Շնորհակալ եմ։ Ինչու եմ ելույթս սկսում Սաղմոսով, ընդհանրապես որոշել եմ, որ այս քարոզարշավին էլ նախորդում էր այդպիսի բան կար, մեր բոլոր մարզային մեծ հանրահավաքները սկսելու եմ ելույթը Սաղմոսով, բայց ինչու 25-րդ Սաղմոսով սկսեցի, որովհետև սա մեր առաջին հանրահավաքն է, եւ ես կարծում եմ, որ ընտրական պրոցեսը ժողովրդի եւ Աստծո դատն է, որովհետև ձայն բազմած եւ ձայն Աստծո, որովհետև ես համարում եմ, որ ընտրություններով եւ այո, այս ընտրություններով ժողովուրդը պետք է անի իր դատը, ժողովուրդը, որի աչքի առաջ ենք մենք եղել այս ողջ ընթացքում, ժողովուրդը, որ գիտի մեր բոլոր ձախողումները եւ մեր բոլոր հաջողությունները, ժողովուրդը, որ տեսնում է մեր սերը, որ ժողովուրդը, որ տեսնում է մեր նվիրվածությունը եւ ժողովուրդը, որ տեսնում է մեր հետևողականությունը եւ ես ուզում եմ վերադառնալ 2021 թվական Կապանի այս հարաբերակում տեղի ունեցած հանրահավաք, որտեղ ես ձեզ խոստացա, որ Հայաստանի ժողովուրդը իդեմս կառավարության կունենա փայաբաժին Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատում Եվ հենց 2021 թվականից Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի փայաբաժին, 21.8% փայաբաժին, բայց ես ուզում եմ մեկ ուրիշ վիճակագրություն ասել ձեր ժողովուրդ, 2018-ից 2025 թվականները նախորդող շրջանի Այսինքն 2010-ից 2017 թվականի համեմատությամբ Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե ավել է վճարել 300 միլիարդ դրամ, 300 միլիարդ դրամ ավել է վճարել։ Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մտել
6.6 միլիարդ լրացուցիչ դոլար, որ երբեք առանց հեղափոխության այդ գումարները բյուջե չեր մտնի։ Եվ ահա շատ է խոսվում են մասին, բա ինչու ուր եղան թալանչիների գումարները 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար 2018 թվականին 18 թվականից 25 թվականը մտել է պետական բյուջե։ Այդ 6.6 միլիարդ դրամի առնվազն 90%-ը գնում էր ձեզ հայտնի մարդկանց գրպանները։ Մենք նրանց գրպաններից դուրս հանեցինք այդ գումարները եւ ուղղորդեցինք ձեր գրպանները։ Ինչպես կոնկրետ հիմա ես ասեմ ինչպես։ Մենք 2018 թվականից 5 անգամ 5 տարբեր որոշումներով բարձրացրել ենք թոշակը եւ այսօր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը բարձր է սպառողական զամբյուղից նման բան նախկինում չի եղել։ Մենք այսօր ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Ես 2018 թվականին ձեզ խոստացել էի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցների դռներում չի մնա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցների դռներին չի մնում, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նա ով ունի բուժօգնության կարիք հիվանդանոցներում ընդունում են ինչպես Ինչպես Հայաստանի Հանրապետության լիարժեք, սուվերենի, լիարժեք տանտիրոջ, լիարժեք այո հպարտ եւ արժանապատիվ քաղաքացու։ 65+ տարիքի թոշակառում մենք երբեք ոչ մի բան չենք արել ընտրությունների համար։ Մենք ինչ անում ենք մարդկանց համար, որովհետև 65+ տարեկան յուրաքանչյուր տղամարդու ես վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ իմ հորը, 65+ տարեկան յուրաքանչյուր կնոջ ես վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ իմ մայրիկին։ Ես մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ երեխաներին եւ ես ասելու կարիք չունեմ նույնիսկ, որովհետև այս ընթացքում մարզային մեր հանդիպումները Երևանում մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մեր տատիկ պապիկները մեր երեխաները դա տեսնում եւ զգում են եւ ես շնորհակալ եմ ինչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո փոխվել է ինձ համար ամենակարևոր բանը որ փոխվել է հետեւյալն է Հայաստանի Հանրապետության վարչապետը փողոցում հանդիպում է երեխայի, որ նրան ասում է, ես քեզ սիրում եմ եւ վարչապետն էլ իրեն ասում է, ես էլ քեզ եմ սիրում։ Երկու 2018 թվականի հեղափոխությունից հետո հետևյալն է փոխվել, որ տատիկ պապիկները Հայաստանի Հանրապետության տեսնում են Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ասում են ես քեզ սիրում եմ եւ վարչապետն ասում է ես էլ ձեզ եմ սիրում։ Կանայք, տղամարդիկ, բոլորը քաղաքացին, մարդիկ, ժողովուրդը էսա փոխվել, որ կառավարությունը ժողովրդին ասում է, ժողովուրդ ես քեզ սիրում եմ, ժողովուրդը ասում է, ես էլ քեզ եմ սիրում, էսա փոխվել։ Մենք կարող ենք հաշվել եւ կհաշվենք դրամներ, կիլոմետրներ, տոննաներ
Բայց սերը չի կարելի հաշվել, սերը գին չունի, սերը հնարավոր չէ գնանշել, եւ սերը այն ամենակարևոր բանն է, որ տիրում է Հայաստանում, եւ ես եկել եմ ձեզ ասելու, որ ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ։ Բայց այնուամենայնիվ վերադառնալով թվերին Բայց եմ լացում, գիտեք մենակ դուք եք լացում Ջուր կտակ Եվ վերադառնալով թվերին Ժողովուրդ, ես երջանիկ եմ ուղղակի Ես երջանիկ եմ ուղղակի տեսնելով, որ այսօր մեր թոշակառուների կյանքը իրոք փոխվել է։ Մենք ասում ենք 10,000 դրամով ենք թոշակները ավելացել, իրականում 20,000 դրամով ավելացել, իրականում ես երջանիկ եմ տեսնելու, գիտեք ինչ պատահական տներ եմ մտնում, Եվ մարդիկ ասում են, մի շաբաթ առաջ վիրահատվեցի շնորհակալություն, մի ամիս առաջ վիրահատվեցի շնորհակալություն, գնում են վիրահատվելու շնորհակալություն, փողոցներում մարդկանց ենք տեսնում, ովքեր տոպրակով դեղեր են ստացել, եւ նախկինում, որ ամիսը 30-40 հազար դրամ էին վճարում դրա համար, հիմա դա ստանում են իրենց պետության կողմից, որովհետեւ իրենց պետությունը իրենց սիրում է, ես ասում եմ, ինձ համար Այդ պատկերն ամենակարևորը մեր ընտանիքներում, մեր սիրասուն ընտանիքներում, երբ մեկը մեր ընտանիքների անդամներից մեկը հիվանդանում է, նրա կողքին, նրա հիվանդի մահճակալի կողքին այն պարտադիր հայտնվում է մի աթոռ, այդ աթոռին նստած նրա ամենահարազատ եւ ամենահոգատար մարդը։ Հիմա Աստված բոլորիս առողջություն տա, Աստված տա ոչ մեկ հիվանդանոցի կարիք չունենա, բայց ով որ հիվանդացավ, հիմա այդ հիվանդի կողքին երկու աթոռ դրած, մեկին նստած է իր ընտանիքի անդամը, մյուսին նստած է իր պետությունը, իր հարազատ պետությունը, իր սիրելի պետությունը։ Ես երջանիկ եմ տեսնել, Սյունիքում ենք, Սյունիքի մասին եմ խոսում։ Երջանիկ եմ տեսնել, թե ինչպես են փոխվում Սյունիքի քաղաքները, Սյունիքի բնակավայրերը։ Սիսանը ահռելի փոփոխությունների է ենթարկվում, կառուցվում, գեղեցկանում։ Գորիսը ահռելի փոփոխությունների է ենթարկվում, կառուցվում, գեղեցկանում։ Կապանը ահռելի փոփոխությունների է ենթարկվում, կառուցվում, գեղեցկանում։ Մեղրին ահռելի փոփոխությունների է ենթարկվում, կառուցվում, գեղեցկանում։ Եվ ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ մասնավորապես Կապանում իրականացված սուբվենցիոն ծրագրերը իսկ բազմաթիվ են փոփոխությունները, որ դուք տեսնում եք, սուբվենցիոն ծրագրերով են իրականացվում։ Այդ ծրագրերի շուրջ 60%-ը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Քաջարանի անունը բաց թողեցի կներեք։ Քաջարանում իրականացված ծրագրերի 62%-ը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ես մենակ սուբվենցիաների մասին եմ խոսում։ Մեղրիում 58%-ն է ֆինանսավորվել, Գորիսում 57%-ը, Սիսիանում 52%-ը, Տեղում 66%-ը, Տաթևում 63%-ը։ Սա ես խոսում եմ միայն սուբվենցիաների մասին։ Բացի դա 2018 թվականից մինչև օրս, ուրեմն դոտացիաները, Կապանի դոտացիաները ավելացրել ենք 270%-ը, կառավարությունը Կապանի դոտացիաները ավելացրել է 270%-ով, Գորիսին է 250%-ով, Մեղրիինը 327%-ով, Սիսիանինը 334%-ով, Քաջարանինը 381%-ով, Տաթևին 245%-ով, Տեղինը 317%-ով։ Այս բոլորը ինչ դուք տեսնում եք Սյունիքի բնակավայրերում,
Չկա այդպիսի մի ծրագիր, որտեղ կառավարության ֆինանսավորում առնվազն 60% չի։ Էլ չեմ ասում, Կապանում կառուցում ենք 8 դպրոց, որից 3-ը պատրաստ է։ 7 մանկապարտեզ են կառուցել Կապանում, որոնք 7-ն էլ պատրաստ են։ Քաջարանում 3 դպրոց են կառուցում։ 4 մանկապարտեզ, որից 2-ը պատրաստ է։ Մեղրիում 3 դպրոց են կառուցում, 5 մանկապարտեզ, որին 4-ը պատրաստ է։ Գորիսում 9 դպրոց են կառուցում, որոնցից 2-ը պատրաստ է։ Կառուցում կամ վերակառուցում կամ հիմնանորոգում, այս շատ մանրամասների մեջ չմտնեմ։ 2 մանկապարտեզ են կառուցում, որոնք 2-ն էլ պատրաստ են։ Սիսանում 9 մանկապարտեզ են կառուցում, որոնցից 8-ը պատրաստ են։ Տաթևում 4 դպրոց են կառուցում, որոնցից 1-ը պատրաստ է։ Տեղում 4 դպրոց են կառուցում։ Տաթևում 5 մանկապարտեզ են կառուցում, որոնք 5-ն էլ պատրաստ են։ Էլ չեմ ասում, մենք Սյունիքում 10, առնվազն 10 պատմամշակութային հուշարձանների նորոգում եւ հիմնանորոգում ենք ֆինանսավորում։ Եվ մենք անում ենք սա մի բանի համար։ Մենք անում ենք, որովհետև սիրում ենք ձեզ եւ սիրում ենք մեր երկիրը, մենք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ սիրում ենք Հայաստանի Հանրապետության մարզերից Սյունիքը եւ մնացած բոլոր մարզերը։ Եվ այսօր ես Սյունիքում եմ, որ արտահայտեմ իմ սերը Սյունիքի եւ սյունեցիների նկատմամբ։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել նաև, որ ես ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու։ Նախկինում, ուրեմն, ամեն անգամ, երբ որ Սյունիք կամ Մեղրի կամ Կապան բառերը հնչել են Սյունիք, Մեղրի, Կապան եւ այլն, անընդհատ էր արտասանության մեջ ինչ որ անհանգստություն է եղել, ինչ որ տագնապ է եղել, կապված ինչ է լինելու Սյունիքի ճակատագիրը, բա ոնց է լինելու Սյունիքի ճակատագիրը, բա Սյունիքի անվտանգության հարցը, բա Սյունիքի չգիտեմ ես ինչ հարցը, բա Սյունիքի են ինչ հարցը, ես եկել եմ ձեզ ասելու, սիրելիներս, Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի, Սյունիքը չունի, որովհետև Սյունիքը եղել է կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս եւ 2025 թվականի օգոստոսի 8-ից հատկապես հետո որևէ մեկը որևէ տեղ չի կարող որևէ կերպ դա դնել կասկածի տակ եւ ես եկել եմ սա ձեզ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասելու Բայց այսօր դա շատերին է ցնցումների մեջ գցում, որովհետև նրանց պետք է, որ նրանք գան լացակումած խոսեն Սյունիքի մասին, լացակումած խոսեն Մեղրիի մասին, լացակումած խոսեն Կապանի մասին, ինչ խոսք, մենք ընդունում ենք եւ ասել ենք, որ մենք ունենք նաև որոշակի տարածքների խնդիրներ, բայց այդ տարածքների խնդիրներ դե յուրե լուծված է եւ դե ֆակտո լուծումը ընդամենը ժամանակի հարց է, որովհետեւ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը իրավական պարտադիր ուժ ունի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ այնինչ եղել է խորհրդային Հայաստանի տիրապետության տակ 100%-ով եւ անվերապահորեն լինելու է Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո եւ սա դե յուրե այլևս արձանագրված փաստ է դե ֆակտոն կարձանագրվի շատ շուտով սահմանազատման գործընթացում բայց ելի եմ ասում պատերազմի եռագլուխ կուսակցությունը ցնցումների մեջ է փաստից եւ ես ուզում եմ որ դուք հստակ արձանագրեք ովքեր են այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը դա
նախկին 2007-2010 թվականի 13 թվականի չգիտեմ նախկին այդ թվականների կոալիցիաներն են Ռոբերտ Քոչարյան Դաշնակցություն Գագիկ Ծառուկյան ԲՀԿ իր թևերով դա եւ հիմա ուժեղ Հայաստանը որում ընդգրկված են նախ Սերժ Սարգսյանը ուղիղ եւ բոլոր հանրապետական կուսակցությունը ուղիղ ձևերով ներգրաված է եւ աջակցում է ել չեմ ասում Կալուգացի օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ նաեւ հանրապետական խմբակցության ղեկավարն է եղել ես ուզում եմ ձեզ ասել որ իդեմս երրագլուխ պատերազմի երրագլուխ կուսակցության գործ ունենք նախորդ հանցավոր մաֆիայի հետ որը դուրս եկել վերջին մարտի հասկանալով որ այլևս ոչ մարտի մեկը ոչ մյուս հանցագործությունների պատժից ոչ թալանածը միջև վերջին կոպեկը վերադարձնելուց չեն կարողանալու խուսափել նրանք Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյան նաև Կալուգացի օլիգարխ դուրս են եկել վերջին մարտի որպեսզի ձեզնից խլեն ձեզ պատկանող իշխանությունը բայց ես համոզված եմ դուք դա թույլ չեք տալու որովհետև ես չեմ կարող հավատալ որ դուք ձեզ պատկանող իշխանությունը կզիջեք քրյա օլիգարխիկ ռեժիմին որը ջախջախված է եւ որը դուրս է եկել հուսահատ մարտի փրփուրներից կախվելով բայց նրանք չեն կարողանալու բռնվել փրփուրներից որովհետեւ ժողովրդական իշխանությունը ի վերջո նրանց բերելու է պատասխանատվության եւ ժողովրդական իշխանությունը նրանց բերում է պատասխանատվության եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք ձեր պետությանը տեր կանգնեք ձեր իշխանությանը տեր կանգնեք ձեր խաղաղությանը այդ խաղաղությունը մենք չենք ստեղծել այդ խաղաղությունը դուք եք ստեղծել տասնամյակների ձեր զրկանքներով, զոհերով ու զոհողություններով եւ եկել է ժամանակը, որ դուք վայելեք խաղաղությունը, որ դուք վայելեք կյանքը, որ դուք վայելեք պետությունը, որ դուք վայելեք բարեկեցությունը, որ դուք վայելեք երջանկությունը, որովհետեւ դուք արժանի եք լինել եւ դուք արժանի եք լինել երջանիկ Դուք արժանի եք լինել բարեկեցիկ եւ դուք ազատ եք եւ ձեր ազատությունը չեք զիջի որևէ մեկի բայց միայն խնդրում եմ հանկարծ չմտածեք թե ինչ որ մեկը ձեր փոխարեն պիտի տեր կանգնի խաղաղությանը պիտի տեր կանգնի պետությանը պիտի տեր կանգնի ապագային որ այսօր է հիմա է այստեղ է պետության եւ ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մարդիկ են, դուք եք, որ իրար հետ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հզոր ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ազատ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության
Եվ ուրեմն փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրություն